Ռուսաստանը գիշերը հարվածել է Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքին, թիրախավորելով բազմահարկ բնակելի շենք, սեփական տներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության հարվածների հետևանքով վիրավորվել է 11 մարդ, այդ թվում 4 երեխա։ Ռուսական զորքը հարվածել է նաև Դնեպրի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում հայտնել է, որ ռուսական զինուժը 3 անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով դիտմամբ այնպիսի ինտենսիվ հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքներին, որպեսզի ուկրաինական կողմը չկարողանա որսալ բոլոր հարվածները։ Նրա փոխանցմամբ Սլավյանսկի ջերմաէլեկտրակայանում ռուսական հարվածներից 2 աշխատող է սպանվել։ Սա ուղղակի ահաբեկչություն է, նորմալ մարդիկ այս կերպ պատերազմ չեն վարում, աշխարհը պետք է համարժեք արձագանքի ռուսական ռազմական գործողություններին։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանի մի շարք շրջանների, թիրախավորելով նաև էներգետիկ ենթակառուցվածքներ։ Վոլգոգրադի օդանավակայանն աշխատել է սահմանափակումներով։ Դիպեցկի մարզի հարավային շրջաններում անօդաչուների պատճառով հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։ Արդեն մի քանի օր իրադրությունը շարունակում է լարված մնալ ռազմավարական նշանակություն ունեցող Պոկրովսկ քաղաքի շուրջ, որտեղ Ռուսաստանը մեծ ուժեր է կուտակել և փորձում է գրավել այն։ Ըստ ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Կովալենկոյի, ռուսական զինուժն անընդհատ փոքր դիվերսիոն խմբեր է ուղարկում, որոնց նպատակն է ներթափանցել քաղաք։ Վերլուծաբանի կարծիքով Պոկրովսկում իրավիճակն անշրջելի չէ։ Պոկրովսկում իրավիճակը իսկապես շատ բարդ է և շատ դժվար, բայց այն փուլում չէ, որ այս խնդիրը հնարավոր չլինի լուծել։ Այսինքն իրավիճակը կայունացնելը լիովին հնարավոր է։ Չնայած պատժամիջոցների միջոցով դեռ չի հաջողվում Ռուսաստանին ստիպել, որ հրադադար հաստատի, Ուկրաինայի նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգների և Եվրոպական միության պատժամիջոցներն արդեն արդյունք են տալիս, ու եթե դրանք խստացվեն, Մոսկվան ավելի շատ կորուստներ կկրի և պատերազմը ֆինանսավորելու ավելի քիչ հնարավորություն կունենա։ Ըստ նրա, հաջորդ տարի վնասները կհասնեն մոտ 50 միլիարդ դոլարի, իսկ դա լուրջ պատճառ է, որ Ռուսաստանը դադարեցնի պատերազմը։ Պոլիտիկոն գրում է, որ ռուսական նավթավերամշակող խոշորագույն ընկերություններից Լուկոյլը ամերիկյան նոր պատժամիջոցների պատճառով փլուզման եզրին է։ Ընկերության աղբյուրներն ամերիկյան պարբերականին ասել են, որ նավթային հսկայի եկամուտն առաջիկայում կարող է նվազել 30%-ով, քանզի ընկերությունը ստիպված է վաճառել նավթավերամշակման 3 գործարան և 5000 լցակայանների մոտ կեսը։ Obsidian Risk Advisors խորհրդատվական ընկերության փորձագետ Բրետ Էրիքսոնը Bloomberg-ին ասել է, թե Միացյալ Նահանգների նախագահը կողմ չէ պատժամիջոցների խստացմանը։ Ըստ նրա, այդ մասին է վկայում այն, որ Չինաստանի ղեկավարի հետ հանդիպմանը Թրամփը չպահանջեց հրաժարվել ռուսական նավթից և փաստացի նախընտրում է կայունացնել Պեկինի հետ հարաբերությունները։ Եթե Թրամփը չի բարձրացնում ռուսական նավթը չգնելու հարցը Սի Ցզինփինի հետ, դա խարխլում է պատժամիջոցների ամբողջ հայեցակարգը։ Չի կարելի պնդել, որ Վաշինգտոնը, անտեսելով ռուսական նավթի խոշորագույն գնորդներից մեկին, խիստ է վարվում Մոսկվայի նկատմամբ։ Reuters-ը գրում է, որ վերջին ամիսներին Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակումների ժամանակ կիրառել է 9 M729 նովատոր թևավոր հրթիռներ, որոնց գաղտնի մշակման պատճառով Թրամփն իր առաջին պաշտոնավարման ժամանակ դուրս եկավ միջին և փոքր հեռահարության միջուկային հրթիռների վերացման մասին ռուս-ամերիկյան պայմանագրից։ Այս ֆոնին ԱՄՆ փոխնախագահն անդրադարձել է միջուկային զենքերի փորձարկումները վերսկսելու նախագահ Թրամփի հանձնարարականին, պարզաբանելով, որ դրանք անհրաժեշտ են համոզվելու համար, որ երկրի միջուկային զենքերը սարքին վիճակում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար կարևոր է վստահ լինել, որ մեր միջուկային զինանոցն իսկապես սարքին է։ Մենք գիտենք, որ այն սարքին է, բայց դա պետք է ժամանակ առ ժամանակ փորձարկվի, և նախագահը պարզապես ուզում է համոզվել, որ անում ենք դա։